Բարև ձեզ, հարգելի գոլեգաներ, բարև ձեզ, հարգելի պացիենտներ, բարև ձեզ, պացիենտների հարազատներ։ Այսօրվա բժշկական ուղիղ եթերս դարձյալ վերաբերվում է գաստրոենտերոլոգիային եւ սոնոգրաֆիկ մեթոդին, որպես գաստրոենտերոլոգիայում ժամանակակից հետազոտության մեթոդ։ Շատերը իհարկե գիտեն, որ սոնոգրաֆիան նոր բան չի, իհարկե բազմաթիվ ուրեմն կենտրոններում ոտի հետ գնացող հետազոտություն, ամեն քայլափոխի հանդիպող, բայց ես այսօր խոսամ այն մասին, ոչ թե որ հատուկ հենց սոնոգրաֆիան որպես սոնոգրաֆիկ հետազոտություն, այլ սոնոգրաֆիան որպես ֆիզիկալ քննության մեթոդ։ Ինչ է նշանակում ֆիզիկալ քննություն բժշկության մեջ։ Երբ որ պացիենտը գալիս է, նշանակում է օրինակ մեր պացիենտը միջին տարիքի պացիենտ, սեռեական չի, տղամարդ, միջին տարիքի տղամարդ, մի քիչ այսպես գեր, ներկայանում է, ասում է ունեն որովայնային ցավեր, հիմնականում սպորտից ներքև տեղակայված որովայնային ցավեր, որոշակի սպաստիկ բնույթի, այսինքն որ ցավը բռնում, թողնում է, մեկ-մեկ պատահում է լուծեր, ու այս պացիենտին ինչ ենք անում սովորաբար, որպես թերապևտ, ասում ենք պարկի, փորդ բաց, պացիենտը պարկում է, փորը բացում է, եւ մենք այսպես տարբեր տեղեր սեղմում ենք, ասում ենք ստեղ ցավում է, այնտեղ ցավում է, սկզբում մակերեսային այսպես թույլ ենք սեղմում, հետո մի քիչ ավելի խորն ենք սեղմում, այդ սեղմումների ժամանակ տարբեր հնարքներ կան, օրինակ սեղմում կտրուկ բաց ես թողում, որպեսզի հասկանաս որովայնամզի գրգռման հատկանիշներ կան, թե չկան, կամ կետեր կան հատուկ, որտեղ ամեն կետը սեղմելուց ինչ որ բան է նշանակում, օրինակ լեղապարկի համար Մերֆիի նշան կա, կոչվում է Մերֆիի անունով, սեղմում ենք, խորը շնչում է, ցավը արտահայտվեց, ավելի սրվեց, երևի թե լեղապարկն է։ Սա ֆիզիկալ քննությունն է։ Ֆիզիկալ քննությունն է, երբ որ օրինակ դնում է ֆանենդասկոպը բժիշկը թոքերն է լսում, թեև ստեղ արդեն գործիք է օգտագործում, բայց էլի մտնում է ֆիզիկալ քննության մեջ։ Հա։ Ու կարելի է մտցնել ֆիզիկալ քննության մեջ։ Երբ որ այսպես բաբախում է բժիշկը տպ, էլի ֆիզիկալ քննություն է։ Այսինքն ֆիզիկալ քննությունը անզեն բաց ձեռքերով հետազոտությունն է։ Բայց այդ նույն հիվանդին, որ ասում ես պարկի, փորդ բաց, այստեղ է ցավում փորը սխմելու փոխարեն կամ այնտեղ սխմելով հարցնելու փոխարեն այստեղ է ցավում, թե չէ, կարելի է այդ ամեն ինչը անել սոնոգրաֆիկ դատչիկի տակ։ Սեղմում ես, ցավում է, բայց միևնույն ժամանակ տեսնում ես, թե ներսը ինչա կատարվում։ Եվ հիմա ես այդ պացիենտին, որը ներկայացել է որովայնի ցավերով, ներկայացել է երբեմն աղիքային խանգարումներով, լուծի տեսքով, ցավերը ունեն պորտից ներքև տեղակայություն եւ սպաստիկ բնույթ, այսինքն բռնում, հետո թողում են, հետո որոշ ժամանակ էլի բռնում են։ Ժամանակ առ ժամանակ շաբաթով, շաբաթից ավել 2 շաբաթ ակտիվանում են այդ ցավերը, հետո անցնում են 1 ամսով կամ մի քանի ամսով, հետո նորից կրկնվում։ Ահա այդ պացիենտին ասում ենք պարկի փորդ բաց, ու հիմա ես ձեզ ցույց կտամ, թե ինչ ենք տեսնում դրանից հետո երբ որ սոնոգրաֆիա ենք անում։ Այն ինչ, ասենք, լյարդը մի քիչ ճարպակալված է, բան դա էական չի, այստեղ որովայնի, այստեղ առաջին հայացքից թվում է, թե բան չենք հասկանում, բայց հասկանում ենք, որ կա 3 շերտ, էսի 1 շերտ, էսի 2 շերտ, էսի 3-րդ շերտ։ Այս 3 շերտերը կարողացանք իրարից զանազանել։ Հիմա այս վերև շերտը ենթամաշկային ճարպաբջջանքն է, այսինքն փորի մաշկի տակի ճարպն է։ Այս բարակ շերտը մկաններն են, այս բարակ շերտը մկաններն են, այս ներսը արդեն որովայնի խոռոչն է, այնինչ մկաններից ներս հանգած, մկաններից խորքը հանգած։ Եվ մենք տեսնում ենք, որ այս մկանային շերտի տակ, ու ավելի ճիշտ ասել մկանաջլային շերտի տակ, գոյություն ունի այսպես կոչված պրեդպերիտոնեալ ճարպ։ Դրա մասին մի օր առանձին խոսամ, այս մասում ալվում հիմնականում, պորտից վերև միջև այս թրաձև ելում։ Պրեդպերիտոնեալ ճարպը, այստեղ փակեղը ծակել է եւ տեսեք դուրս է եկել ենթամաշկ։ Նույն նկարը այստեղ է երևում, էսի այդ խոշոր ենթամաշկ պրեդպերիտոնեալ ճարպի ճողվածք, այսպես ասած։ Նեղ այսպիսի ուրեմն դրունքով, մուտքի դռնով դուրս է եկել ենթամաշկ, սա ճարպ է, որը գտնվում է մկանային ջլային շերտի տակ։
պիտի գտնվի, բայց հիմա դուրս է եկել ենթամաշկ։ Կարա սա ցավի պատճառը դառնա հազվադեպ դառնում է ցավի պատճառ, բայց սա միակը չի, այստեղ մի հատ էլ պուճուրը կա, այս մեկը, այսի մեծն է, սրանից մի քիչ վերև, այս պուճուրը, տեսեք, այս սևը, այս սպիտակ գիծը ծակել է եւ դուրս է եկել ենթամաշկ։ Սա համարվում է գտածո, նախոտկա, մեր լեզվով ասած, այսինքն մի պրոբլեմ, մի ոչ նորմալ կամ ախտաբանական վիճակ, որը պատահական հայտնաբերեցինք քննության ընթացքում։ Սա մենք չենք պլանավորել եւ սա ցավի հետ կապ չունի, բայց ինչը ցավի հետ կապ ունի։ Ահա այս ստուգումների ժամանակ այդ զստափոսը դա էս է իմ աչը։ Ներքևը աճուկներից մի քիչ վերև։ Աջ զստափոսում մենք տեսնում ենք այս պատկերը, որտեղ սա հաստ աղիքի վերջնամասն է, այս սևը աղիքի պատերն են, այս սպիտակն ու այս պարունակությունը։ Եվ տեսնում ենք մի հատ այսպիսի կտոր աղիք։ Սա բարակ աղիքի վերջնահատվածն է, որը միանում է հաստ աղիքին։ Եվ տեսնում ենք, որ աղիքի պատը այտուցված է, այդ նույն աղիքի հատվածը պատը այտուցված, ինչքան, էսի 17, 13, 9 միլիմետր, այսինքն, այստեղ 17 միլիմետր, մոտ 1.7 սանտիմ, բարակ աղիքն է, 1.5 սանտիմ, և պատը, այստեղ, մոտ 9 միլիմետր այտուցված հաստացած։ Սա սոնոգրաֆիկ հետազոտությամբ, նույնիսկ ստանդարտ սոնոգրաֆիայով սա չի հետազոտվում և չի հայտնաբերվում, սովորաբար, ամենօրյա ռուտինայում, բայց մենք որպես գաստրոենտերոլոգ հատուկ հետազոտելով, հատուկ թիրախային ստուգելով աղիների տարբեր տեղամասներ, մասնավորապես տեղ հայտնաբերվում ենք տերմինալ իլեիդ։ Պրակտիկայում սա պիտի հայտնաբերվեր կոլոնոսկոպիայով։ Կոլոնոսկոպիայով զոնդը 1-1.5 մետր գալիս հասնում է այստեղ, հետո մտնում է բարակ աղիքի վերջնահատված ու ստեղ պիտի գտներ այս պրոբլեմը։ Եվ սա տերմինալ էրոզիվ իլեիտի կամ այսպես կոչված կրոնի հիվանդության սոնոգրաֆիկ պատկերն է, որը մենք տեսնում ենք առանց կոլոնոսկոպիա իրականացնելու։ Սա չի նշանակում, որ կոլոնոսկոպիա այստեղ պետք չի։ Սա նշանակում է, որ հիվանդի առաջին իսկ այցի ժամանակ հնարավոր է ֆիզիկալ քննությունը սոնոգրաֆիկ կերպով կատարելով գտնել նրա պրոբլեմի հիմնական պատճառը եւ հիմնական հիվանդությունը։ Քանի որ տվյալ պացիենտի մոտ սա քրոնիկ վիճակ է, մենք ախտորոշում ենք որպես տերմինալ իլեիդ քրոնիկ, այսինքն կրոնի հիվանդություն։ Ամենայն հավանականությամբ հենց դա է։ Եթե սա լինի սուր վիճակ, այսինքն նոր առաջացած, կարելի է կասկածել ինֆեկցիոն ախտահարում, ինչպես օրինակ երսինիոզի կամ կամպիլոբակտերիոզինա շատ բնորոշ այս տեղամասը ախտահարել։ Երսինիոզի կամպիլոբակտերիոզի ժամանակ հակաբիոտիկային բուժում, հակամիկրոբային բուժում ենք իրականացնում, իսկ տերմինալ իլեիդի ժամանակ սկսում ենք բուդեսոնիդով, տեղային ստերոիդով, այսպես կոչված, տեղային ստերոիդով, բուդեսոնիդով բուժում զուգահեռ նշանակելով, ասենք թե ազատիոպրին։ Սա որպես առաջի քայլ, հիմնակայլ քայլ հիվանդի բուժման համար։ Ինչի մասին էր այս ուղիղ եթերը, սա նրա մասին էր, որ ամբողջ աշխարհում կա այս տենդենսը, ես հիմա շատ չեմ ծավալվի այս հարցի շուրջ, մի օր առանձին սրա համար ուղիղ եթեր կանեմ, ամբողջ աշխարհում կա այս տենդենսը, որ տարբեր բժիշկներ, թերապևտներ իրենց ոլորտին վերաբերվող օրգանները ստուգում են սոնոգրաֆիայով։ Օրինակ, սրտաբանները սովորում են սրտի էխոկարդիոգրաֆիա եւ հատուկ էխոկարդիոգրաֆիայի չեն ուղարկում, իրենք իրենց ձեռքով ստուգում են իրենց պացիենտներին։ Գինեկոլոգները հատուկ սոնոգրաֆիայի չեն ուղարկում, իրենք իրենց ձեռքով ստուգում են գինեկոլոգիական օրգանները տրանսվագինալ հետազոտությամբ կամ տրանսրեկտալ հետազոտությամբ։ Այսպես տարբեր մասնագետներ, օրինակ, չգիտեմ, անեսթեզիոլոգները կամ նյարդաբանները, նյարդերի բլոկադա իրականացնելու համար իրենք իրենց ձեռքով սոնոգրաֆիկ դաչիկի տակ
բլոկադային իրականացնում տարբեր նյարդային ցողուններ։ Եվ գաստրոենտերոլոգներն էլ իրենց հերթին որովայնի եւ կոնքի սոնոգրաֆիա են իրականացնում իրենց խնդիրները բացահայտելու համար։ Բայց աշխարհում այս համատարած տենդենսը, իհարկե դա դժվար է, այդ տեսակ մասնագետ ստանալը ավելի դժվար է, քան թե առանձին ստանաս սոնոգրաֆիստ եւ առանձին ստանաս թերապևտ։ Դա իհարկե ավելի դժվար է, բայց աշխարհը այդ դժվարությունը վաղուց հաղթահարել է։ Ինչն է այստեղ խնդրեմ, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած փոփոխություններով գաստրոենտերոլոգներին արգելեցին այլևս վերապատրաստումով դառնալ սոնոգրաֆիստ եւ գտնում են Հայաստանում կրթության կազմակերպիչները, բժշկական կրթության կազմակերպիչները գտնում են, որ միայն ռադիոլոգները պետքա սոնոգրաֆիստ դառնան եւ սոնոգրաֆիկ հետազոտություն իրականացնեն։ Նախորդին ուղիղ եթերներում եւ առաջիկայում էլ իմ ցույց տրվող ուղիղ եթերներում դուք կտեսնեք, թե գաստրոենտերոլոգը, թերապևտը, ով վերապատրաստվում որպես երկրորդ մասնագիտություն ձեռք է բերում սոնոգրաֆիստ մասնագիտությունը, դուք կտեսնեք, թե ինչքան հաջող եւ ինչ կարգի լուծումներ է տալիս հանդիպած խնդիրներին եւ որ աշխարհի տենդենսը այդպես կոպիտ ձևով փոխել, ինչպես Հայաստանում են դա արել, աշխարհում եղած ստանդարտները կոպիտ ձևով վերանայել այնպես ինչպես Հայաստանում են արել, այնքան էլ տեղին չի եւ այնքան էլ արդարացված չի։ Այս հետազոտությամբ աղիքի վերջնահատվածը, ահա այս սև որ երևում է, սա մի պատ, էս էլ մի պատ, մեջտեղի սպիտակը լուսանցքն է, նեղացած լուսանցքն է, որտեղ աղիքի պատերն այտուցվել են, լուսանցքը նեղացել է։ Այս էլ արդեն հաստաղիքն է գնում, էլի, այստեղ հանգիստ է, գրեթե հանգիստ է ամեն ինչ, խնդիրը։ Այս տեսակ սոնոգրաֆիա իրականացնել ռադիոլոգիան ավարտած եւ ռադիոլոգ դարձած շատ քիչ մասնագետներ կարող են իրականացնել այս տեսակ սոնոգրաֆիա։ Այնպես որ չգիտեմ, կարծում եմ հիմիկվանից պետքա կամաց բժշկական կրթության նեղ մասնագիտական կրթության կազմակերպիչները վերանայեն այդ արգելքը եւ թույլ տան տարբեր թերապևտների, այդ թվում գաստրոենտերոլոգների, ինչպես առաջ էր 6 ամիս վերապատրաստումով գոնե սկսել սոնոգրաֆիստի իրենց կարիերան, որը միգուցե կամ ամենայն հավանականությամբ տարիներ անց կհասնի նրան, որ նրանք կկարողանան բացահայտել, դիագնոզել այնպիսի խնդիրներ, որոնք ստանդարտ սոնոգրաֆիկ ծրագրի մեջ ըստ էության չեն մտնում։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն, կհանդիպենք երևի թե երկուշաբթի օրը։ Այս անջատելու խնդիր եմ ունենում ամեն անգամ։ Քանի ես անջատելու խնդիր ունեմ, 2 բառ էլ խոսամ, բայց հարց չեք գրել, ինչ խոսամ։ Որ հարց գրեք, խոսամ։ Սենց անեմ կարող